Թուրքիայի ներքաղաքական դաշտում վերջին շաբաթների զարգացումները պատահական չեն և չեն կարող դիտարկվել մեկուսացված։ Զանգվածային ձերբակալությունները, ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ իրականացվող լայնածավալ գործողությունները և իշխանության կոշտ հռետորաբանությունը վկայում են ավելի խոր գործընթացների մասին, երբ պետությունը սկսում է իր քաղաքացիների ներսում զանգվածաբար թշնամիներ փնտրել, դա սովորաբար խոսում է ոչ միայն անվտանգության խնդիրների, այլ նաև իշխանության ներքին վախերի մասին։ Թուրքիայում այս վախը նոր չէ, բայց այսօր այն արտահայտվում է առավել բաց ու կոպիտ ձևերով։ Թուրքիայի ներքին գործերի նախարարության հայտարարությունը առաջին հայացքից հնչում է որպես սովորական հակաապեկչական հաղորդագրություն։ Հայտարարվում է, որ անվտանգության ուժերը միաժամանակ գործողություններ են իրականացնել երկրի 39 նահանգներում, ձերբակալվել են մոտ 160 մարդ, որոնց զգալի մասը արդեն կալանավորվել է։ Սակայն նման լայն աշխարհագրությունը և միաժամանակությունը հազվադեպ են լինում իրական, հստակ սահմանված սպառնալիքների դեպքում, երբ վտանգը կոնկրետ է, այն սովորաբար ունի կոնկրետ վայր, կոնկրետ խումբ և կոնկրետ գործողություններ։ Այստեղ սակայն գործ ունենք լայն ցանցի մասին հայտարարության հետ, որտեղ մեղադրանքների ձևակերպումները հաճախ ընդհանուր են՝ կապ, օժանդակություն, համակրանք։ Սա արդեն առաջին ազդանշան է, որ գործընթացը միայն անվտանգության տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Թուրքիայում ահաբեկչություն հասկացությունը վաղուց դադարել է ունենալ միայն ռազմական կամ ծայրահեղական նշանակություն։ Վերջին տարիներին այն վերածվել է քաղաքական տերմինի, որը կիրառվում է շատ ավելի լայն շրջանակի նկատմամբ։ Քաղաքական վերլուծաբանների կարծիքով սա իշխանության համար գործիք է, քանի որ թույլ է տալիս առանց մանրամասնելու մեղադրանքի բովանդակությունը մեկ բառով արդարացնել ցանկացած կոշտ քայլ։ Եթե մարդը ահաբեկիչ է անվանվում, հանրային դաշտում նրա իրավունքների պաշտպանությունը դառնում է բարդ, հասարակության մի մասը ավտոմատ կերպով սկսում է նրան ընկալել որպես վտանգ։ Այս մեխանիզմը իշխանության համար ունի պարզ առավելություն։ Այն նվազեցնում է հանրային համակրանքը ձերբակալվածների նկատմամբ։ Թուրք իրավապաշտպանների հաղորդագրությունները նկարագրում են մի պատկեր, որը կտրուկ հակասում է պաշտոնական հռետորաբանությանը։ Խուզարկությունների մեծ մասը իրականացվել է գիշերային ժամերին։ Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները ներխուժել են տներ այն պահին, երբ ընտանիքները քնած են եղել։ Երեխաներ, կանայք, տարեցմարդիկ հայտնվել են սթրեսային իրավիճակներում, չհասկանալով ինչ է տեղի ունենում։ Իրավապաշտպանների վկայություններով որոշ դեպքերում կիրառվել է ֆիզիկական ուժ, վիրավորանքներ, հոգեբանական ճնշում։ Այս ամենը իրավական անհրաժեշտություն չունի, բայց ունի ուժեղ սիմվոլիկ նշանակություն։ Գիշերը պետության կողմից կիրառված ուժը ուղերձ է հասարակությանը, իշխանությունը կարող է հասնել յուրաքանչյուրի տուն։ Վախը քաղաքական կառավարման ամենահին մեխանիզմներից մեկն է։ Երբ իշխանությունը չի կարող ապահովել հանրային վստահություն տնտեսական կամ սոցիալական հաջողություններով, այն հաճախ դիմում է վախի։ Թուրքիայում վերջին տարիներին կուտակվել են մի շարք խնդիրներ՝ տնտեսական դժվարություններ, արժույթի արժեզրկում, գործազրկություն, սոցիալական անվստահություն։ Այս պայմաններում հասարակական դժգոհությունը աճում է, նույնիսկ եթե այն միշտ չէ, որ բացահայտ արտահայտվում է։ Վախի քաղաքականությունը թույլ է տալիս իշխանությանը փոխել օրակարգը, տնտեսական հարցերի փոխարեն խոսվում է անվտանգության և գոյատևման մասին։ Երբ քաղաքացիները տեսնում են, որ մարդիկ ձերբակալվում են առանց հստակ ապացույցների հրապարակման, վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ սկսում է քայքայվել։ Թուրք վերլուծաբանները նշում են, որ այսօր շատ քաղաքացիներ չեն վստահում ոչ դատարաններին, ոչ իրավապահ համակարգերին։ Սա վտանգավոր է ցանկացած պետության համար, քանի որ վստահության կորուստը բերում է լուրջ դիմադրության կամ արտագաղթի։ Իշխանությունը կարող է ժամանակավորապես վերահսկել իրավիճակը ուժի միջոցով, բայց երկարաժամկետ հեռանկարում սա ստեղծում է ավելի խորը ճգնաժամ։ Պետական կամ իշխանամետ մեդիան ներկայացնում է իրավիճակը մեկ ձևով, պետությունը պայքարում է ահաբեկչության դեմ, սակայն անկախ լրագրողները և սոցիալական ցանցերի օգտատերերը տարածում են այլ պատմություններ՝ ընտանիքների կոտրված կյանքեր, վախեցած երեխաներ, անորոշ մեղադրանքներ։ Այս երկու իրականությունների բախումը խորացնում է հասարակական բևեռացումը։ Չնայած իշխանությունները պնդում են, որ ձերբակալությունները քաղաքական չեն, ընդդիմադիր շրջանակները այլ կարծիք ունեն։ Նրանք նշում են, որ նման գործողությունները սովորաբար ուժեղանում են այն ժամանակ, երբ իշխանությունը զգում է քաղաքական վտանգ, ընտրությունների, սոցիալական դժգոհության կամ ներքին ճգնաժամի ֆոնին։ Ձերբակալությունների ալիքը ուղերձ է նաև ընդդիմությանը, ակտիվությունը կարող է թանկ արժենալ։ Թուրք վերլուծաբանների մի մասը համոզված է, որ իշխանության հիմնական վախը արտաքին չէ, այլ ներքին է։
Խնդիրը ոչ թե արտաքին թշնամիներն են, այլ այն, որ համակարգը կարող է ճեղքվել ներսից։ Այս վախը տարիների ընթացքում ձևավորվել է աստիճանաբար, դարձել քաղաքական որոշումների հիմնական շարժիչ ուժը։ Թուրքիայում զանգվածային ձերբակալությունների և ուժային գործողությունների վերաբերյալ միջազգային արձագանքը ուշ չեկավ։ Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող հեղինակավոր կազմակերպությունները բազմիցս բարձրաձայնել են մտահոգությունները։ Կազմակերպությունները իրենց զեկույցներում նշում են, որ Թուրքիայում հակաահաբեկչական օրենսդրությունը հաճախ կիրառվում է չափազանց լայն ձևով։ Մեղադրանքները շատ դեպքերում հիմնված են ոչ թե կոնկրետ գործողությունների, այլ ենթադրյալ կապերի, գաղափարական համակրանքների կամ անցյալում ունեցած շփումների վրա։ Այս մոտեցումը, ըստ իրավապաշտպանների, վտանգավոր է, քանի որ քայքայում է անմեղության կանխավարկածը, արդարադատության հիմնարար սկզբունքը։ Քննադատությունների հիմնական կետերից մեկը վերաբերվում է նախնական կալանքի լայն կիրառմանը։ Շատ ձերբակալվածներ ամիսներով մնում են կալանքի տակ, առանց դատավարության հստակ ժամկետների։ Իրավապաշտպանները նշում են, որ կալանքը հաճախ օգտագործվում է ոչ միայն քննության նպատակով, այլ որպես հոգեբանական ճնշման միջոց, թե ձերբակալվածների, թե նրանց ընտանիքների նկատմամբ։ Այս պրակտիկան աստիճանաբար նորմալացվում է, ինչը վտանգավոր նախադեպ է ստեղծում իրավական համակարգի համար։ Թուրքիայի հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ վերջին տարիներին զգալիորեն նվազել է։ Քաղաքացիների մի մասը դատարանները այլևս չի ընկալում որպես անկախ արբիտր, այլ որպես քաղաքական իշխանության գործիք։ Եթե դատական համակարգը կորցնում է վստահությունը, պետությունը սկսում է կորցնել իր լեգիտիմությունը քաղաքացիների աչքերում։ Սա հանգեցնում է բևեռացման խորացման և հասարակության պառակտման։ Թուրք հասարակությունը այսօր ավելի բևեռացված է, քան երբևէ։ Մի կողմում իշխանության կողմնակիցներն են, որոնք հավատում են, որ կոշտ քաղաքականությունը անհրաժեշտ է պետության պահպանման համար, մյուս կողմում նրանք, ովքեր տեսնում են իրենց իրավունքների աստիճանական սահմանափակումը։ Այս բևեռացումը հաճախ չի արտահայտվում բաց բողոքներով, բայց այն գոյություն ունի լուռ դժգոհության տեսքով։ Մարդիկ սկսում են փակվել իրենց մեջ, խուսափել քաղաքական խոսակցություններից կամ մտածել երկիրը լքելու մասին։ Քաղաքական ճնշումների ֆոնին Թուրքիան բախվում է նաև տնտեսական լուրջ խնդիրների։ Գնաճը, արժույթի անկայունությունը և սոցիալական անհավասարությունը խորացնում են հանրային դժգոհությունը։ Վերլուծաբանների կարծիքով, հենց տնտեսական դժվարություններն են ստիպում իշխանությանը ավելի շատ ապավինել անվտանգության և վախի հռետորաբանությանը։ Երբ տնտեսական հաջողությունները չեն բավարարում սպասումները, իշխանությունը փորձում է վերահսկողությունը պահել այս միջոցներով։ Թուրքիայում տեղի ունեցող զանգվածային ձերբակալությունները, գիշերային խուզարկությունները և ներքին թշնամիների մշտական որոնումը ցույց են տալիս մի կարևոր բան. իշխանությունը ավելի շատ վախենում է ներսից եկող վտանգներից, քան արտաքին սպառնալիքներից։ Էրդողանի քաղաքական համակարգը տարիների ընթացքում ձևավորվել է վախի հիշողության վրա, հատկապես 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո։ Այդ հիշողությունը շարունակվում է ուղղորդել որոշումները մինչև այսօր։ Սակայն պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ վախի վրա կառուցված իշխանությունները հազվադեպ են լինում կայուն։ Երբ քաղաքացիները սկսում են վախենալ պետությունից, այլևս չեն վստահում նրան։ Հարցը այսօր սա է. կարող է Թուրքիան փոխել այս ուղին և վերադառնալ վստահության ու իրավական հավասարակշռության ճանապարհին, թե ներքին լարվածությունը դեռ երկար կմնա երկրի քաղաքական կյանքի հիմնական շարժիչ ուժը։ Այս հարցի պատասխանն է, որ որոշելու է Թուրքիայի ապագան։